Բարև Օլիմպոս, Եվրոպա առաջնության հիանալի ավարտ ունենք, նորից ոսկե մեդալ, նորից չեմպիոն եւ Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն է։ Հասմիկ, արի սկսենք Վարազդատի հենց ելույթից, այնուհետև մեր հետևորդների հետ ամփոփենք ողջ Եվրոպայի առաջնությունը։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը ողջ պայքարում գրավեց թիմային առաջին տեղը, իսկ կանայք երրորդն են։ Մենք բավականին հաջողված Եվրոպա առաջնություն ունեցանք, ունենք եւ բրոնզե, եւ արծաթե, եւ ոսկե մեդալներ, կեցեն մեր տղաները, կեցեն մեր աղջիկները եւ մեր մարզիչները, իհարկե, թիմերի բոլոր ներկայացուցիչները։ Վարազդատ Լալայանը հաստատ համոզված եմ դիտել եք եւ հրումում եւ պոկումում մոտեցավ ամենավերջում եւ միանգամից հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Նա 210 կիլոգրամ պոկեց եւ 241 հրեց։ Թե ինչպիսի զգացողություններ ուներ, ինչպես էր պատրաստվել նաեւ արդյոք սա նրա հնարավորությունների սահմանում է, դիմանանք հենց Վարազդատից։ Բարև Վարազդատ եւ բարև Օլիմպոս, մենք այսօր նոր հերթական չեմպիոն ունենք։ Բարև Օլիմպոս։ Վարազդատ, ինչպիսին են զգացողությունները, Եվրոպայի եռակի չեմպիոն ես արդեն։ Դե եթե չեմպիոնությունից եք խոսում, շատ լավ է զգացողություններ ես, իսկ եթե բարձրացրած կիլոգրամներից մի քիչ էր, բայց այս պահին նենց է, որ բավարար է, հիմա ավելի լուրջ պատրաստվում ենք, ժամանակ ունենք աշխարհի առաջնությանը ու ավելի բարձր կիլոգրամներ կտեսնենք այնտեղ։ Իսկ ի՞նչն էր խանգարում, որ ավելի շատ կիլոգրամներ բարձրացնենք։ Խանգարող հանգամանքներ չկար, պրոստը մի քիչ պատրաստվածության փուլը մի քիչ ուշ էի սկսել ես։ Ու հավաքների ժամանակ եմ սկսել մարզվելը, ու 3-ից 4 հավաք եմ մարզվել, այսքան էի կարողացել իմ մարզավիճակը բարելավել։ Դու այս քաշային կարգում նոր առաջատարն ես ակնհայտ եւ դուրս ես կարծես թե մրցակցությունից, ի՞նչն է քեզ մոտիվացնում, որ ավելի նոր կիլոգրամներ բարձրացնես եւ մի քիչ էլ մրցակիցներիդ մասին։ Դե նոր տեղաններ են հայտնվել ու այդ շատ ուրախալի է, որ մրցակցությունը ավելի կարող է արդեն մյուս տարի Եվրոպայի մրցակցությունը ավելի թեժ լինի։ Ճիշտ է, ես կփորձեմ, որ բարձրացակ առավելություն լինի այս տարվա պես, բայց այդ մենակ ուրախալի փաստ է։ Ինչ սպասենք քեզանից հետագայում, ինչ ես դու ձգտելու առաջիկայում։ Ես իմ նպատակը սպորտում առավելագույնը չեմ կարող, ինչ հավատում եք ինձանից կարող է սպասեք։ Ամեն ինչ հավատում եմ։ Եթե ամեն ինչ հավատում եմ, ում ամեն ինչ սպասեք։ Սպասում ենք օլիմպիական ոսկե մեդալներ, նորանոր աշխարհի չեմպիոնություններ եւ քո ոսկիները վերադարձնում են քեզ։ Դե Գոհար, արի խոսենք մեր ընդհանուր մեդալակիրներից, մենք ունենք բրոնզե մեդալ Մարտին Պողոսյանն է նվաճել, արծաթե մեդալակիրներ են դարձել։ Արծաթե մեդալակիրներ դարձան Գառնիկ Չոլակյանը, Գոռ Սահակյանը, օգնիրին Արա Աղանյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը եւ իհարկե ոսկե մեդալների բացումը արեց Էմա Պողոսյանը, այնուհետև Գարիկ Կարապետյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն եւ ահա Վարազդատ Լալայանը։ Նշենք, որ նախորդ տարի մենք ունեցել էինք 2 ոսկե մեդալ, այս տարի ավելացրել են մեր մարզիկները։ Ներկայացրել ենք առաջնությանը շատ լավ, ակնկալիքով 4-ից 5 ոսկե մեդալների, ցավոք սրտի չստացվեց։ Եղան մարզիկներ, որոնք բարելավեցին իրենց գրանցած արդյունքները, եղան մարզիկներ, որոնք չկարողացան նույնիսկ նրանց կիլոգրամները
ապահովեն առաջնությանը։ Առաջնությունը կգնահատեմ ընդհանուր շատ լավ, որովհետև ունենք 3 չեմպիոն, անցած տարվա համեմատ նոր ոսկի, մի հատ ոսկի ավել, ունենք մեդալների քանակով փոփոխություն, այսինքն անցած տարվա բրոնզները արդեն փոփոխվել են հարձատե մեդալներով եւ արդեն հստակ պարզ է այստեղից աշխարհի առաջնության թիմը։ Եթե այսպես համեմատենք նախորդ տարվա հետ, մենք ունենք մարզիկներ, ովքեր բարելավել են իրենց արդյունքը եւ այդ մարզիկներից է Գարիկը։ Ունենք մարզիկներ, որ ընդհակառակը նահանջել են, կարծում եմ, որ այստեղ մարզիչները հետևություններ պետք է անեն եւ դեպի աշխարհի առաջնություն ավելի շատ աշխատանք կատարեն, որպեսզի գիտենք աշխարհի առաջնությունն անհամեմատ դժվար է լինում։ Կանանց պայքարում արժե առանձին նշել Էմմա Պողոսյանին, որը եկավ եւ միանգամից դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Իդեպ խոսել ենք մենք Արտաշես Ներսիսյանի հետ, եկեք նաեւ լսենք նրան ու կրկին կվերադառնանք։ Ես չեմ կարծում կլինեն մարզիչներ, ովքեր կարողանան գնահատել իրենց աշխատանքը լավ կամ գերազանց, իմ կարծիքով աշխատելու շատ տեղ կա, մենք կարող ենք ավելին անեինք, եթե չլիներ Ամրան Անայի այդ անհաջողությունը թիմային հաշվարկով մենք կարող էինք եւ հաստատ կլինեինք առաջին տեղում։ Հիմա փառկացում ենք երեագում ենք թիմային հաշվարկով։ Ընդհանուր առմամբ ունեցանք 7 մեդալ, որից 3-ը ոսկի է, 2-ը արծաթ, 2-ը բրոնզ։ Դե կարելի է համարել աշխատանքը բավարար։ Ես ինձ կհամարեի մի քիչ էլ ավելի բավարար, մի քիչ կարելի էր ավելի շատ բան անել։ Մենք կորցրեցինք Ալեքսանդրայի մի հարկ բարձր մեդալը, Աննայինը, բնական է դուք տեսաք, Էման լավ հանդես եկավ, Լիաննան լավ հանդես չեկավ, այ եթե փողում վարում Լիաննան լավ հանդես կար, մենք ունենանք նորից երկամարտում նորից մեդալ։ Դրա համար էլ այս աշխատանքը ես համարում եմ, որ կայացավ հավարարից մի փոքր իմ համար, կոնկրետ իմ համար մի փոքր ավելի վատ, որովհետև ես սպասում էի ավելիին։ Այսպիսին էր Բարև Օլիմպոսը Բաթումիում, հուսով ենք կարողացանք ցույց տալ այն ամեն ինչ հետաքրքիր է ձեզ։ Շնորհակալ ենք, որ այս ողջ ընթացքում մեզ հետ եք, մենք ձեր սերը եւ ջերմությունը զգացել ենք Վրաստանից։ Մի քանի օրից արդեն կհանդիպենք հարազատ տաղավարում, կողջունենք ձեզ այնտեղ եւ կունենանք հետաքրքիր ու սպասված հարցազրույցներ։ Բարև Օլիմպոս եւ կհանդիպենք Հայաստանում։